բարի ողջույն մեր թանկագին հեռուստադիտողին եւ բարի արև սիրելիներս, օդը շատ սառն էր այսօր, բայց արևը փայլում էր, այնպես որ խնդրում եմ ձեր տրամադրությունը բարձր պահեք, որովհետև ամեն բան շատ լավ է։ Սիրելիներս, այսօր պատրաստելու ենք շատ համեղ վիտամիններով հարուստ, իսկապես այսօրվա իմ առաջարկը վիտամինային մի ամբողջ փունջ է, շատ համեղ աղցան ենք պատրաստելու, ինչի համար մեզ անհրաժեշտ է նեխուրի պոչիկներ, սրա մասին քիչ ավելի ուշ կխոսենք, որովհետև իր մեջ պարունակում է բազմապիսի վիտամիններ, ունենք այստեղ կանաչ խնձոր, ունենք նուռ, ընկույզ, մայոնեզ, թթվասեր, մի փոքր կիտրոնի հյութ ենք օգտագործելու, ինչպես նաև դարչին եւ մի քիչ էլ շաքարավազ։ Շատ համեղ աղցանի տարբերակ է, որը նաև կարող եք տոնորերին օգտագործել։ Սրա մասին քիչ ավելի ուշ կխոսենք եւ կսկսենք մեր աշխատանքը։ Հիմա խոսքս փոխանցեմ գործընկերներին, իսկ դուք մնացեք մեզ հետ։ Բարի առավոտ իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, սիրելիներս, ես արդեն սկսել եմ իմ աշխատանքը, հիշեցնեմ, որ այսօր պատրաստում ենք շատ համեղ վիտամիններով հարուստ մի աղցան, որը կարող եք նաև տոնական սեղաններին էլ պատրաստել եւ հյուրասիրել ձեր հյուրերին, իմիջիայլոց ամանորյա սեղանին էլ շատ գեղեցիկ կլինի։ Մեզ պետք է նեխուրի պոչիկներ, ահա այստեղ ես ունեմ, եւ խնձոր, կանաչ խնձոր, որը արդեն կտրատում եմ, ունենք նուռ, օգտագործելու ենք ընկույզ, օգտագործելու ենք մայոնեզ, թթվասեր, շաքարավազ եւ մի փոքր դարչին։ Դարչինը ըստ նախասիրության, ինչպես կցանկանաք, բայց ես խորհուրդ եմ տալիս անպայման այն օգտագործեք, շատ համեղ է ստացվում եւ համադրությունն էլ շատ տեղին ու գեղեցիկ է։ Խնձորը պետք է կտրատել շատ մանր, սիրելիներս, որպեսզի ուտելիս շատ ավելի հարմարավետ լինի եւ ընդհանրապես այդպես ավելի գեղեցիկ կլինի։ Չափաբաժինը, սիրելիներս, աչքա չափով ես այդպես չեմ կարող հիմա չափաբաժին ասեմ, ինձ մոտ խնձորը բավականին շատ էր, համարյա կարծում եմ ես կես կիլոգրամ այս պահին հաստատ կկտրատեմ, այնպես որ չափաբաժինը դուք որոշեք ձեր ընտանիքի անդամների ըստ քանակի, այսպես ասած։ Դուք գիտեք կանաչ խնձորը որքան օգտակար է, որքան վիտամին է պարունակում իր մեջ, վիտամին A, E եւ այսպես շարունակ այդ ամբողջական վիտամինային խումբը եւ մեզ էներգիա է հաղորդում, մաշկի թարմություն, ամեն ինչ կա կանաչ խնձորի մեջ։ Իմիջիայլոց սպորտով զբաղվող մարդկանց համար էլ կանաչ խնձորը շատ օգտակար է, շատ ճիշտ է եւ շատ լավ է։ Այնպես որ խորհուրդ եմ տալիս անպայման օրվա ընթացքում փորձել ճաշից կամ ընթրիքից կես ժամ առաջ մեկ կանաչ խնձոր ճաշակել, հետո նոր անցնել այն գլխավոր ուտեստներին, որոնք օրվա մեջ օգտագործում ենք։ Ադրինե, Սոնա ջան, ողջույն։ ողջույն։ Ողջույն, ողջույն։ Ես տեսնում եմ շատ էսպես թեժ է խոհանոցը այս առավոտ։ Նախատոնական։ Տոնական ամսվա մեջ ենք, այնպես որ կարելի է նաև տոնական անվանել ամբողջ ամիսը։ Դու ճիշտ ես, ես կարծում եմ առավոտյան արթնանալիս այսպես մտածում էի, մտքերով արթնացա, որ արդեն կարելի է սկսել այդ շարքը։ Ճիշտ է, դեռ ժամանակ ունենք մինչ նոր տարի, բավականին 1 ամիս դեռ ունենք, հա։ Այո։ Մի քանի օր պակաս։ 2-3 օր։ 3, ասա 3 օր։ Այսօր 3-րդ օրն է։ Այնպես որ շուտ չհամարենք, որովհետև ինչպես Սուրենը ասեց, մարդիկ արդեն գնումները կատարում են։ Մենք էլ կարող ենք մեր շարքը առաջարկել։ Ես քեզ գործի եմ։ Ես հասկացա։ Այնպես դու կարող ես, այո, խնձորը արդեն կտրատել, ես փոխանցեմ քեզ, այսպես։ Ես անցնեմ նեխուրի կտրատմանը։ Իմ փոքրիկ դանակը վերցնեմ եւ իհարկե սկսեմ կտրատել նեխուրը։ Երևի թե զամբյուղը այսպես անեմ, որ չխանգարի, հեռուստադիտողը տեսնի ինչ է կատարվում այստեղ։ Սիրելիներս, նեխուրի պոչիկները պարզապես պետք է էլի այս հաստ մասը ճեղքել, մի քանի կտորի բաժանել եւ իհարկե մանրացնել։ Նորից պետք են մեզ մանր կտորներ, որպեսզի խնձորի կտորների հետ համահունչ լինի։ Սոնա, շատ օգտակար է նեխուրի պոչիկները։
Ես արդեն առավոտյան հասկացա։ Ուրեմն տես նպաստում է Հատկապես սիրտանոթային համակարգին։ Կիվի հետ համադրությամբ։ Հյութը, որը պատրաստվում է, հոյակապ է։ Դա դետոքս տարբերակն է, որպեսզի օրգանիզմը մաքրի, իսկ սիրտանոթային համակարգի համար հոյակապ միջոց է, երիտասարդ մնալու համար արտակարգ միջոց է, դիետաների փոխարեն պետք է պարզապես ռացիոնում օգտագործել, ավելացնել նեխուր եւ կլինես մշտապես գեղեցիկ եւ երիտասարդ եւ գեղեցիկ կազմվածքով, դա էլ է շատ կարեւոր, այսինքն նիհարող մարդկանց համար սա, ովքեր ցանկանում են նիհարել, կարող են շատ հաճախ, եթե չասեմ մշտապես, օգտագործեն նեխուրի պոչիկներ։ Հրաշալի է։ Շատ հոյակապ ուրեմն միջոց է մեր օրգանիզմի համար, այնպես որ պետք է անպայման մշտապես ապուրների մեջ կարելի է օգտագործել, հյութ կարելի է պատրաստել աղցանների մեջ։ Դու սիրում ես դրա համար ես օգտագործում, թե հաշվի ես առնում օգտակարությունը։ Ես սիրում եմ եւ նաեւ, այո, շատ սիրում եմ, հատկապես այսօրվա աղցանը, որ առաջարկում եմ, ասես հիմքը գերակշռող մասը հենց նեխուրի պոչիկները լինեն։ Ես շատ սիրում եմ եւ իհարկե հաշվի առնելով օգտակարությունը նաեւ ինչու ոչ։ Եթե մի բան դե լավ է, պիտի օգտագործել, ինչու ոչ։ Այսինքն փոխարինել գոնե այն սովորաբար շատ սիրելի ուտեստները, որոնք այսպես չգիտեմ, շատ գայթակղի չեն, ասում ենք վնասակար են։ Այո, օգտակար չեն։ Օգտակար չեն։ Ուստի կարելի է նմանատիպ բաներով լրացնել, բալանսի բերել այն։ Հա, իսկապես բալանսի բերելը լավ է, բալանսի բերել, որ ոչ նրանից զուրկ մնաս, ոչ էլ օրինակ մոռանաս, որ օգտակար օրինակ մթերքներից պետք է օգտվես։ Հատկապես վերջին ժամանակներում բոլորիս շատ անհանգստացնում է Երևանի օդի աղտոտված վիճակը, որը առաջին հերթին մեր առողջությանն է վնասում եւ այս դեպքում կարծում եմ օգտակար սնունդ օգտագործելը առավել այսպես սոս կարևոր է, այո, առաջնային է դառնում եւ կարող է որոշակի գոնե բալանսավորել, չնայած այդ հարցը պետք է լուծվի եւ մի քիչ ֆանտաստիկայի ժանրից է թվում, որ մոտ ժամանակներում դա կլինի, բայց հուսանք, որ գոնե մի քիչ կնվազի աղտոտվածությունը։ Դե երբևէ չէինք մտածի, որ մեր երկրում այսքան շատ մեքենաներ կլինեն, այսքան շատ ավտոմեքենաներ քաղաքում, որ նույնիսկ չես կարողանում հետիոտնը չի կարողանում ճղոպրի այդ մեքենաների արանքով զարմանալի է եւ դա նպաստեց, որ այո, օդի կեղտոտվածությունը եւ այս շինությունների այդ փոշին եւ այլն եւ այլն շինարարության մեջ է եւ կարծում եմ ամենաշատը դա է վնասում։ Շատ է դա է վնասում, այո։ Այսպես ասած հասանք աշխարհի հետքերով։ Հետ չմնացինք, որովհետև այս երևույթները դեռ շատ 30-40 տարի առաջ արդեն որոշակի երկրներում տիրում էր այս վիճակը։ Վատը, բայց քանի որ չեք սիրում ինչ որ մի բանից բացի հետ մնալը չգերազանցել։ Այստեղ էլ գերազանցեցինք։ Այո, այստեղ էլ աշխարհի բոլոր ռեկորդները։ Մեր ունակությունները այդպեսինն են։ Մենք շատ ընդունակ ենք ամեն բանը կատարյալ ձևով կատարելու։ Այո։ Այնպես որ սա էլ բացառություն չէր։ Այսպես Սիրելիներս, ուրեմն այս բոլորը կտրատելուց հետո մենք պետք է անցնենք նռան հատիկավորմանը։ Ես անկեղծ ասած այսօր չեմ հասցրել նուռը հատիկավորել նախապես, բայց ուզում եմ ասել դա շատ արագ կլինի, այնպես որ այո, լայֆհակ ուզում եմ հերոսադիտողիս Սոն ջան զգուշացնեմ նուռը ընտրելիս, ինչպես օրինակ ձմերուկը միշտ մտածում ենք որն է ավելի լավը ամբողջությամբ հարթ մակերես ունեցողը, թե այսպես մի քիչ դեղնավուն, չգիտեմ, կեղևով տարբերակը միշտ հանելուկ է մնում, որն է ճիշտ, բայց նռան պարագայում ես արդեն հայտնաբերել եմ ինձ համար։ Սիրելիներս, եթե ուռուցիկ է այս անկյունները, նուռը, Ես առաջարկում եմ, քանի որ պետք է բացել ցույց տալ, այո, փոքրիկ դադար հիմա ունենանք եւ այս մեծ գործը, որը շատ արագ կլինի, կազմակերպենք դադարից հետո։ Մնացեք մեզ հետ։
Եվս մեկ անգամ բարի առավոտ իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, սիրելիներս, ինչ արեցինք մինչ այս պահը, խնձորը կտրատված է, նեխուրի պոչիկները կտրատված է, նուրը հատիկավորել եմ, եթե չեք մոռացել, ես ասացի, թե ինչպես ընտրել նուրը պետք է ուռուցիկ հատվածներ ունենա, ոչ թե լինի ամբողջական կլոր եւ հարթ մակերեսով, այլ լինի ուռուցիկ, այդ պարագայում կունենաք շատ քաղցր եւ կարմիր նուր, ահա ապացույցը, ինչպես եւ ասացի, այս մի կտորը կթողնենք վերջում աղցանը ձևավորելու համար, հիմա պետք է ավելացնենք կտրատված ընկույզը, եւ իհարկե սկսենք համեմել, ինչ է մեզ դրա համար անհրաժեշտ, մենք ունենք մայոնեզ, վրան ավելացնում ենք թթվասեր, մի փոքր աղ, դարչին, ես ասացի դարչինը ըստ ճաշակի, ինչպես ցանկանաք սիրելիներս, սակայն համադրությունը հոյակապ է, կարող եք դարչինը հաստատ ավելացնել։ Մի փոքր կիտրոնի հյութ, եւ իհարկե շաքարավազ, բերեմ շաքարավազը, այսպես, կես թեյի գթալ շաքարավազ, այս համադրությունը լավ խառնենք, Սիրելիներս կարող եք միայն թթվասեր օգտագործել, պարտադիր պայման չէ, որ երկուստեք խառնուրդ լինի, այսինքն մայոնեզ թթվասեր, կարող եք միայն ընտրել ձեր ցանկությամբ, կամ միայն մայոնեզը, կամ միայն թթվասերը, ճաշակի հարց է ընդամենը, ես կարծում եմ այս երկու համադրությունը եւ բալանսավորում է այն մայոնեզի շատ յուղայնությունը, կոտրում է թթվասերը, եթե հատկապես թթվասերը լինի քիչ տոկոսով յուղայնությունը, այնպես որ ավելի լավ կլինի։ Մայոնեզը յուրահատուկ համ ունի, դրա համար ես անձամբ այնպես չի, որ խուսափում եմ։ Ավելացնենք մեր աղցանի վրա, այսպես առատ թող լինի, եւ այստեղ բահիկը օգնության է հասնում, ահա, եւ մեզ մնաց միայն խառնել։ Գունային համադրությունը հոյակապ է, սիրելիներս, ես կարծում եմ, ինչպես ամենասկզբում նշեցի, տոնական սեղանների համար, ես կարծում եմ, սա գեղեցիկ զարդ կարող է լինել, կանաչը, սպիտակը, կարմիրը, ամբողջությամբ հուշում է ամանորի մասին։ Եվ իհարկե վիտամինների մասին խոսելն ավելորդ է, մի ամբողջական վիտամինային փունջ, որը անհրաժեշտ է մեր օրգանիզմին։ Սիրելիներս, շատ պարզ տարբերակ է, շատ հասանելի մթերքներով, ամեն օր նույնիսկ կարելի է այս աղցանը պատրաստել եւ վայելել, հաստատ սրանից միայն օգուտ կունենաք։ Եվս մեկ անգամ կրկնեմ, ինչ ենք օգտագործել այստեղ, նեխուրի պոչիկներ, կանաչ խնձոր, նուռ, ընկույզ, մայոնեզ, թթվասեր, դարչին, մի փոքր շաքարավազ, աղ եւ իհարկե կիտրոնի հյութ, այնպես որ պատրաստեք, վայելեք, ես էլ վերջում գեղեցիկ ձևով կձևավորեմ եւ կմատուցեմ, այնպես որ մնացեք մեզ հետ, ես խոսքս փոխանցեմ գործընկերներիս, հետո կշարունակենք։ Դե ինչ սիրելիներս, մեզ մնաց միայն մատուցել այս համեղ վիտամինային փունջը, ես կարծում եմ մի փոքր կարելի է ճոխություն թույլ տալ, գեղեցիկ ձևավորել, որպեսզի տրամադրվենք ամանորի այդ գեղեցիկ սեղանները զարդարել այսպիսի աղցաններով, այստեղ ես ընկույզի փշրանք կավելացնեմ,
Սա ամբողջական տարբերակն է, սիրելիներս, եթե ցանկություն լինի ամբողջական մեծ ամանով մատուցել, ապա կարող եք այսպես ձևավորել եւ իհարկե դնել սեղանին։ Իսկ սա անհատական տարբերակն է։ Եկեք նռան օշարակով նաև զարդարենք, ես առաջարկում եմ նաև այս տարբերակը։ Գուցե մարդիկ կան հավանում են նռան օշարակ, գուցե ոչ, դրա համար եկեք առանձնացնենք։ Այսպես ցողեցինք նռան օշարակը, իմիջիայլոց Իջևանի գինու եւ պահածոների գործարանի պատրաստած նռան օշարակն է։ Մի փոքր ափսե եզրերին լցնենք դարչին եւ իհարկե ընկույզի մնացորդը ավելացնենք այս չափաբաժնի վրա։ Դե ինչ, այսպիսի ճոխ, համեղ, տոնական վիտամիններով հարուստ աղցան սիրելիներս պատրաստեք, վայելեք եւ մշտապես մնացեք մեզ հետ եւ իմացեք, որ ես ձեզ շատ եմ սիրում։ Կհանդիպենք։